Բարեձեզ սովորանորությունների կարևոր լրահոսը ներկայացնում է հորիզոնը 26 փետրվարի 5շաբթի։ Վարչապետ Փաշինյանը Վարշավայում հանդիպում է ունեցել Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Անդրադարձել այցի նպատակների և ակնկալիքներին ընդգծելով Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացման և համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Փաշինյանը ներկայացրել է կառավարության առաջնահերթությունները խոսելով խաղաղության օրակարգի, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։ Նաև անդրադարձել է իրական Հայաստան գաղափարախոսությանը։ Հանդիպման ավարտին Փաշինյանը պատասխանել է հարցերի, որոնք վերաբերել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան-Լեհաստան համագործակցության հեռանկարներին։ Վարչապետն այցելել է նաև Վարշավայի թագավորական ամրոց-թանգարան, որտեղ ներկայացված է նաև Թերեզա Սահակյան հիմնադրամի հայկական բացառիկ գորգերի ցուցադրությունը, որը բաց կլինի առաջիկա 2 ամիսների ընթացքում։ Հայաստանի ղեկավարը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Փաշինյանը Վարշավայում այցելել է նաև Լեհաստանի ազգային գրադարան, որտեղ ներկայացվել այդ գրադարանում պահվող Սկևրայի հայկական ավետարանը։ Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը կանցկացվի Երևանում մայիսի 4-ին։ Այս մասին է հայտարարել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս ձևաչափում ներկայացուցչությունը իրականացվում է բացառապես պետությունների ղեկավարների մակարդակով, ինչը համապատասխանում է դրա սկզբնական հայեցակարգին։ Որքանով ինձ հայտնի է, նախագահ Ալիևի մայիսին Հայաստան այց նախատեսված չէ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։ Հայաստանի կառավարությունը հաստատել է ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը։ Գործադիրի այսօրվա նիստում կայացրած որոշումների մանրամասները տեսանյութում։ Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթում այսօր ավանդության է արժանացրել 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, որին անդրադարձավ նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Սահմանադրության 156-րդ հոդվածի համաձայն այս շաբաթ այն ուղարկելու ենք ազգային ժողով։ Մհեր Գրիգորյանը կառավարության անդամներին խնդրեց, որ այսօր ծանոթանան վերջնական տեքստին եւ եթե կլինեն հարցեր, որոնք ցանկալի կլինի ներառվեն զեկույցում, ապա նշված տիպի հարցերը ներկայացրեք իմ գրասենյակ, մենք կփորձենք դա զետեղել հարակից ելույթներում։ Այս զեկույցին Լեհաստանից անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով դրա նախաբանն ու մի քանի կարևոր կետեր, եւ այսպես նախաբանը 2025 թվականը Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օրացուցային տարին է, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղություն է հաստատվել։ Փաշինյանի խոսքով 2025 թվականը անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ Հայաստանից մեր քաղաքացիների արտագաղթը վերափոխվել է ներգաղթով, արձանագրվել է բարձր տնտեսական աճ 7.2%, ինչի արդյունքում 2021-ից 25 թվականներին հնայի միջին տարեկան աճը կազմել է 7.9%։ Հիշեցնեմ, որ մենք խոստացել էինք տարեկան միջինում 7% տնտեսական աճ։ Հաջորդ նրբությունը, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, հետևյալն է, որ 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի համեմատ ավելացել են 135%-ով, այսինքն կրկնակի ավելացել են +35%։ Վարչապետի խոսքով բնական հարց կծագի, թե ուր են այդ եկամուտները, ինչ են եղել։ Եղել է հետևյալը, Հայաստանի Հանրապետությունում այսօր կան 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում կան 700,000 եւ ավելի դրամ ստացող զինվորներ, առողջապահության ֆինանսավորումն է էականորեն ավելացել, կրթության ֆինանսավորումը, գիտության ֆինանսավորումը, գիտության ոլորտում ընդհանուր մինչև 300%-ի աշխատավարձերի ավելացում է տեղի ունեցել։ Կառավարության նիստի զեկուցվող առաջին հարցը վերաբերում էր ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգին։ Նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հաստատվել էր ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, եւ դա պարունակում էր ակադեմիական քաղաք ծրագրի շուրջ նախնական պատկերացումներն ու տեսլականը, ապա մեծ ծավալի աշխատանք է արվել դրանից հետո ընկած ժամանակահատվածում։
Եվ այժմ գտնվում ենք մի փուլում, երբ որ կատարված աշխատանքը ամբողջությամբ հնարավոր է դարձնում հայեցակարգը հաստատել լրամշակված խմբագրությամբ, շատ ավելի հստակ եւ տեսանելի դարձնելով մեր առաջիկա անելիքները։ Նախարարը ներկայացրեց նաև վերջին 1 տարվա ընթացքում կատարված աշխատանքները, որոնց հիման վրա հայեցակարգն ամբողջությամբ վերանայվել է, եւ այժմ ներկայացված նախագծով սահմանվում են ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը, հիմնարար սկզբունքները, թիախները, ծրագրի կառավարման նկարագիրը, կազմակերպական կառուցվածքը եւ կլաստերների ընդհանուր մոդելն ու նկարագրերը, տեղադիրքը, ենթակառուցվածքներն ու տարածքի զարգացման սկզբունքները։ Բուն շինարարական աշխատանքները նախատեսում ենք մեկնարկել 2027 թվականից հետևյալ աշխատանքների իրականացմամբ առաջին փուլում կկառուցվեն մինչև 4250 ուսանողների հյուրընկալելու տարողություն ունեցող ուսանողական կացարաններ, կմեկնարկեն եւ կիրականացվեն նաեւ հանրային նշանակության մշակութային բազմաֆունկցիոնալ համերգասրահի համաժողովների կենտրոնի կառուցումը, որի ընդհանուր ծավալը պլանավորված է ավելի քան 74000 քառակուսի մետր, ավելի քան 628 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տեխնոլոգիական կլաստերի կառուցումը իր կրթական, հետազոտական եւ ճարտարագիտական ենթակառուցվածքներով։ Ապա ներկայացվեց հաջորդ նախագիծը, ըստ այդմ ֆինանսների նախարարությունն առաջարկում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ եւ շեմեր։ Հիշեցնենք, մինչ այս սահմանվել էր, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող չհարկվող եկամուտները։ Սահմանվել էր նաեւ այն, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերը եւ թոռները։ Ըստ այդմ այս նոր նախագծով հետեւյալն է առաջարկվում։ Հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ անհատուց ստացվող ակտիվները, ժառանգության եւ նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ մինչև 1 միլիոն դրամ արժեքով ստացվող գույքը եւ դրամական միջոցները եւ այլն։ Վահե Հովհաննիսյանը նաև նշեց, որ այս տարվանից սկսած թոշակառուները եւս պետք է հայտարարագիր լրացնեն, ներկայացնելով 2025-ի տվյալները, եւ եթե դրանք հավելելու կարիք չկա, ապա դա կլրացվի ինքնաշխատ։ Հաջորդ թիվ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ տեղեկացրեց, որ կենսաթոշակ ստանալու համար բանկային քարտ չունեցողներին մինչև ապրիլի 1-ը քարտը կառաքվի սուրանդակային առաքմամբ։ Նշեց նաև, որ առավոտվա դրությամբ անկանխիկի համակարգ չտեղափոխված քաղաքացիների թիվը 15000 է։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Շիրակի մարզի առայժմ 10 դպրոցներում տեխնիկական վիճակի նախնական ուսումնասիրություններ են ընթանում, որոնց արդյունքներով է որոշվելու, թե որոնք են ընդգրկվելու վերանորոգվող հիմնանորոգվող դպրոցների ցանկում։ Դպրոցաշինական ծրագրի հաջորդ փուլի մեկնարկը 2027 թվականին է։ Ընթացիկ տարում նոր շինարարություն չի սկսվելու դպրոցներում, ավարտելու են առաջին փուլով նախորդ տարիներին շարունակվող հիմնանորոգումներն ու հիմքից կառուցումները։ Հիմնանորոգման, վերանորոգման ենթակա դպրոցական շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման հանձնարարություն մարզպետի աշխատակազմը ստացել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Քաղաքաշինության վարչությունը 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի երկրորդ փուլում հավանական վերանորոգվողների նոր ցանկում ընդգրկել է 10 դպրոց։ Առաջին փուլով 2021-ից 26 թվականների համար Շիրակի մարզում հիմնանորոգման, վերանորոգման եւ նորերի կառուցման ծրագրում է 42 դպրոց։ Նոր փաթեթը նախատեսված 27-ից 31 թվականների դպրոցաշինական ծրագրի համար ավելի փոքր է։ Հիմա քննարկման փուլում է գտնվում դա, վերջնական որպես որոշում չի դարձել, Շիրակի մարզպետարանի, մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև համայնքների կողմից ներկայացվել են դպրոցների վերաբերյալ տեղեկատվություններ, ամենախմբավորվել է, իհարկե մեր կրթության վարչության հետ ենք համագործակցելով, ներկայացվել է կառավարության քննարկմանը, դեռևս սպասում ենք արդյունքները, որպեսզի վերջնական տվյալները մենք կարողանանք ներկայացնել։ Մարզպետի աշխատակազմի առաջարկով նոր ցանկում են ներառվել այն դպրոցները, որոնց շենքերը հին են պատմական նշանակության, ունեն նաև վթարայնության աստիճան, ըստ այդմ քննարկվելու դիտարկվելու է ոչ թե այդ շենքերը վերանորոգելու, այլ հիմնային նորոգման տարբերակը։
Մենք Գյումրի համայնքում ունենք անգամ մեր կողմից ներկայացած հուշարձան շենք, որը քանդման ենթակա, ինչքան էլ ուզեն իր վթարանության աստիճանը վատ լինի, իհարկե ոչ 4-րդ աստիճանի մասին է գնում խոսքը, այդ դպրոցները վերականգնման մասին է գնում խոսքը։ Մենք ներկայացրել ենք օրինակ Գյումրու 6-րդ դպրոցն։ Գյումրիի թիվ 4 հիմնական դպրոցը եւս ամրացման հիմնային նորոգման ենթակա կառույց է համարվում։ 1968 թվականին կառուցված շենքը եռահարկ է եղել։ 88-ից հետո մեկ հարկն ապամոնտաժվել է, հետո բոլոր մասնաշենքերով ամրացվել։ 30 եւ ավելի տարիներ մասնակի կոսմետիկ վերանորոգումներ են կատարվել։ Տանիքից մինչև մարզադահլիճ ու դասասենյակներ կապիտալ վերանորոգման ենթակա դպրոց է համարվում։ Կարիք կա բնականաբար այն ինչ ավելի մեծ ծախս է պահանջել, օրինակ կտուրի հիմնական նորոգում, ապակոների փոխարինելը, հատակները, լուրջ խնդիրներ կան, որոնք պահանջում են լուրջ միջամտություն։ Հարկերից մեկը ապամոնտաժելուց հետո կառուցված տանիքին թիթեղ կա, բայց տեղ-տեղ ծակերով, որտեղից ձյունն ու անձրևը իջնում է ուղիղ դասասենյակներ ու միջանցքներ։ Պատերի ու առաստաղի ճաքերը պարբերաբար փակում են, բայց ելի չեն պակասում։ Մասնագետները վիճակի ուսումնասիրություն կատարել են դպրոցում։ Շենքի տեխնիկական վիճակից ելնելով դիտարկվում է թիվ 4 հիմնական դպրոցի շենքը ամրացնելու տարբերակը։ Հիմնանորոգումը արդեն շենքի կարող կոնստրուկցիաների առանց ապամոնտաժման, այսինքն ամրացման աշխատանքներ պետք է կատարվեն, բնականաբար դա հաջորդում է նաև վերանորոգման աշխատանքները, որը ներառում է հիմնանորոգումը։ Դպրոցաշինական հաջորդ տարվա ծրագրում հայտնվելու դպրոցներ կլինեն նաև արդիկ Աշոց համայնքներից, իսկ այս տարվա մեջ որևէ դպրոցում նոր շինարարություն նախատեսված չէ։ Նախորդ տարիներին սկսվածներն են ավարտելու, իսկ մի քանիսում ժամկետներից հետ են ընկել։ Պատճառը հիմնականում շինարարական աշխատանքների ընթացքում ավելացած ծավալներն են եղել։ Հիմա գտնվում են դրանք վերջնական փուլերում, թերությունների շտկման, գույքով ապահովման, քանի որ ոչ միայն շինարարություն են ընդգրկում ծրագրերը, այլ նաև գույքի ապահովում։ Նաև մաքրման աշխատանքներ, որպեսզի դասապրոցեսները սկսվեն, թվով դրանք 9-ն են։ Մինչև մարտի վերջ այդ 9 վերանորոգված դպրոցներում դասերը կկազմակերպվեն, իսկ հիմքից նոր կառուցվողներում դեռ աշխատանքներ կան անելու։ Հայրենյաց գյուղի 1974 թվականին կառուցված դպրոցը 1 տարի առաջ քանդել, տեղում նորն են կառուցում։ Աշակերտներն անցած տարվա մարտից դասերն անում են 30 տարի փակ լքված մշակույթի տան շենքում։ Այս դասասենյակը եղել են տանուր մի տարածք, մեջտեղից մենք առանձնացրել ենք, որպեսզի 2 դասասենյակ կառուցենք։ Ճիշտ է, մի փոքր անհարմարություն է, որ մուտքը դասարանների միջից է, բայց այլ տարբերակ չկար։ Դրան էլ ենք հարմարվել, որ շատ հանդիստ դաս ենք անում։ Դե այնպես չէ, որ չի լսվի, էլ ես պատից, այստեղ հարմարվում ենք, ոչինչ։ Բացակայում եք դեռ։ Բացակա չունենք։ Այստեղ էլ է դասարան։ Երրորդ դասարանցիներն են այդտեղ։ Նախակրթարանը երրորդը, երկրորդը։ Դպրոցի հին շենքի տեղում կրթահամալիր է կառուցվում նախատեսված 200 աշակերտի համար։ Շինարարական գործի շատն ու դժվարն անցել են, քիչն է մնացել, հասել են տանիք կապելուն։ Եսիք դպրոցն է, այս մանկապարտեզն է, մանկապարտեզ արդեն կրիշ է եղած է, լրիվ։ Միջի պերեգարոտ կեք շարվիգը, տյա մի կնդրած պատալոկն է, տյա մատերիալը բերել ենք, արդեն կրիշ է, կասնենք կրիշը դիսկրենք կաբելը։ Մանկապարտեզով ու 200 աշակերտական տեղով հայրենյացի կրթահամալիրում են սովորելու նաև հարևան Տուֆաշեն եւ Հայկասար գյուղերի երեխաները։ Գյուղից գյուղ անցնելու համար համայնքային ճանապարհներն են նորոգելու։ Ճանապարհաշինական փուլին են հասել նաև Քեթիի եւ Արեգնադեմի դպրոցաշինական ծրագրերը։ Շիրակի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ արդեն նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք են բերվել։ Հիմա մենք պետք է կազմակերպենք շինարարության մրցույթը, որպեսզի եղանակները կարգավորելու պես մենք մեկնարկենք Շիրակի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ մեկնարկվի սույն գյուղերից Արեգնադեմ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները։ Մարզի գյուղական բնակավայրերում հիմքից կառուցվող կլաստերային կոչված 13 դպրոցներում շինարարական ծրագիրը հանձնարարված է ավարտել 2026 թվականի վերջին։ Մարինե Դերբինյան, Վահագն Վարագյան, Հորիզոն։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Իր հերթին Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը ներկայում չունի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփին զանգահարելու ծրագրեր։ Հետևենք միջազգային նորություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ ցանկանում է հասնել խաղաղության հաստատմանը որքան հնարավոր է շուտ, հայտնում է Axios-ը հղումանելով ուկրաինացի պաշտոնյային եւ զրույցին տեղյակ երկու աղբյուրներին։ Զելենսկին հույս ունի, որ պատերազմը կավարտվի այս տարի, ինչին Թրամփը պատասխանել է, որ պատերազմն արդեն չափազանց երկար է տևում եւ ցանկություն է հայտնել, որ այն ավարտվի 1 ամսից։ Հայտնել է աղբյուրներից մեկը, ավելացնելով, որ Թրամփը հաստատել է իր պատրաստակամությունը Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից անվտանգության զգալի երաշխիքներ տրամադրելու հարցում։ Զելենսկու եւ Թրամփի հեռախոսազրույցին ըստ աղբյուրի մասնակցել են նաեւ հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը եւ ամերիկյան առաջնորդի փեսան Ջարեդ Քուշները։ Ռուսաստանի հետ մարտ ամսին սպասվող եռակողմ բանակցությունների նոր փուլից առաջ ուկրաինացի բանակցողները այսօր կհանդիպեն Ամերիկայի մի շարք պաշտոնյաների հետ քննարկելու պատերազմից հետո երկրի վերականգմանը առնչվող հարցեր։ Իդեպ այս օրերին Ուկրաինայում է Նորվեգիայի վարչապետը, ում հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Զելենսկին ասել է. Իմ կարծիքով ներկայիս դժվարությունները ռազմական չեն։ Խնդիրը կայանում է այս պատերազմը դադարեցնելու քաղաքական կամքի եւ տարածքային հարցի մեջ։ Կարծում եմ եռակողմ բանակցությունները տեղի կունենան մարտի սկզբին։ Տնտեսական փաստաթղթերը կպատրաստվեն 5-շաբթի օրը Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև երկկողմ հանդիպման ժամանակ։ Իր հերթին Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը իմաստ ունի միայն այն դեպքում, եթե այն վերջնականապես հանգեցնի պատերազմի ավարտին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի եւ Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպում կազմակերպելու հեռանկարներին, ասեմ, որ առայժմ եկեք սահմանափակվենք Զելենսկու անցյալ շաբաթվա հայտարարությունները հիշելով, այն մասին, թե ինչի հետ Ուկրաինան երբեք չի համաձայնվի։ Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ամենավիճելի հարցերը, այդ թվում տարածքային հարցերը, կարող են լուծվել միայն Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպման միջոցով։ Տարածքային հարցը ամենաբարդն է եւ իհարկե ցանկացած լուրջ հանդիպման պետք է նախորդի փորձագիտական մակարդակով շատ մանրակրկիտ աշխատանքը։ Հարցի վերաբերյալ ասել է Պեսկովը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Աֆրիկա մայրցամաքի 36 տարբեր երկրներից 1780 աֆրիկացիներ կռվում են ռուսական բանակի կողմից Ուկրաինայի դեմ։ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հերքել են օտարերկրացիների հավաքագրման վերաբերյալ մեղադրանքները։ Այսօր Ժնևում անցկացվելու է նաև ԱՄՆ-Իրան բանակցությունների 3-րդ փուլը։ Բանակցություններին ամերիկյան կողմից կմասնակցեն Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը եւ Ջարեդ Քուշները, իրանական կողմից արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Հիշեցնենք, որ նախորդ բանակցություններից հետո Իրանի արտգործնախարարությունը հայտարարել էր մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին։ Իսկ Վաշինգտոնը հայտարարել էր, որ խորհրդակցությունները լավ են անցել, սակայն Թեհրանը դեռևս պատրաստ չէ ընդունել կարմիր գծերը։ Հույս ունենք, որ բանակցություններում առաջընթաց կարող է գրանցվել, քանի որ նախագահի նախընտրությունն է առաջընթաց գրանցել դիվանագիտական ճակատում։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Սակայն ըստ վերջինիս պատժամիջոցների տակ գտնվող եւ քայքայված տնտեսություն ունեցող Իրանը շարունակում է ներդրումներ անել հրթիռների մեջ, որը իսկական սպառնալիք է ԱՄՆ-ի համար։ Իրանն արդեն իսկ տիրապետում է զենքերի, որոնք հենց հիմա, երբ մենք խոսում ենք, կարող են հասնել Եվրոպայի մեծ մասին, եւ այդ հեռահարությունը շարունակում է ամեն տարի աճել երկրաչափական պրոգրեսիայով, ինչն ինձ համար զարմանալի է։ Մի երկրի համար, որը գտնվում է պատժամիջոցների տակ, որի տնտեսությունը քայքայված է, իսկ ժողովուրդը տառապում է։ Նրանք ինչ-որ կերպ դեռ գումար են գտնում ավելի ու ավելի մեծ հզորության հրթիռների մեջ ներդրումներ անելու համար։ Սա անկայուն եւ անընդունելի սպառնալիք է։ Բահրեյնի բազայում գտնվող ամերիկյան նավերի մի խումբ լքել է տարածքը, ուղղվելով Պարսից ծոցի ջրեր։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը, վկայակոչելով ամերիկյան Planet Labs ընկերության արբանյակային լուսանկարները, որոնք արվել են փետրվարի 25-ին։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հրաժարվել է մեկնաբանել իրադրությունը։ Associated Press-ը հիշեցնում է, որ անցյալ տարվա հունիսին Կատարի վրա Իրանի գրոհից առաջ ամերիկյան 5-րդ նավատորմը նմանօրինակ ձևով իր նավերը դուրս էր բերել բազայից եւ կենտրոնացրել ծովում հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է։ Թարմատված նորություններից ծանոթացեք մեր հաջորդ թողարկումներին։